Սիրելի քույրեր եւ եղբայրներ, ազո ընտանիք կբարևեմ ցեզի այսօր ուրախ եմ որ իմ հետս է հայր Հակոբ Յակոբյան եւ քիչ վերջ պիտի լսենք իրեն վկայությունը եւ մեր այսօրվա քեղեցիկ նյութը որ ընդրած ենք ինչ է հնազանդության բդուները։ Բարի եկած եք հայր Հակոբ։ Հարիդեստանք շնորհակալություն Գարին այս առիթին համար։ Անպայման, անպայման։ Ուրեմն թույլ տվեք որ ծանոթացնեմ հոգեշնոր հայր Հակոբ Վարդապետ Յակոբյան, ավազանի անունով Շահե, ծնած է 11 հուլիս 1998-ին Բեյրութ, Լիբանան։ Իր նախնական գրթությունը ստացած է հայ կաթողիկե Մեսրոբյան Պարսակույն վարժարանեն ներս, 2011-ին մուտք կորձած է Մեծիդանն Գիլիգիո կաթողիկոսության դբրևանք, ուր ժառանգավորած բաժնի քարամիա ուսում ավարտել է յետք, 2015-ին կիսասարգավակ ցերնատրված է Ցերամփ Քերաշնոր Դերնորայր եպիսկոպոս Աշիկյանի։ 2016-ին սարգավակ ցերնատրված է Ցերամփ Քերաշնոր Դերմագար arczepiskopos Աշկարյանի, Դբրևանքի 8-ամյա ուսումնասիրությունը ավարտել է յետք 2019-ին Գուսագարոն քահանա ցերնատրված եւ օծված է Ցերամփ Քերաշնոր Դեր Անուշավան arczepiskopos Դանիելյանի եւ վերագոչված է Դեր Հակոբ Ափեղա։ Նորից օծություն դեր Արամ առաջին կաթողիկոսի օրհնությամբ 2019-2020 դարաշրջանին նշանակված է Զարեհյան Տբրևանքի հսկիչ, 2020-ին սկսած է հետևի ֆրանսերենի դասընթացքներով ֆրանսական տեսփանադան Institut Français du Liban գրթական հաստատության մեջ։ Նույն դարին վեհապար հայրաբեդի դոնորենումով ստանցնած է Մեծիդանն Գիլիգիո կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի փոխվարիչ պաշտոնը։ 2021-ին հոկտեմբերին նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին կաթողիկոսի օրհնությամբ հաստատված է Մոնտրեալ, որը սկզբնական շրջանին ծառայած է որպես քրիստոնեական դաստիարակության բաժանմունք ի վարիչ, ապա Կանադայի հայոց սեմի առաջնորդի օգնական եւ շուտով պիտի շարունակե իր բարձակույն ուսումը։ 2022-ին վեհապար հայրաբեդի դոնորենումով Մոնտրեալի Սուրբ Հակոբ առաջնորդարանից մայր եկեղեցու մեջ Ցերամփ Կանադայի հայոց սեմի բարեխնամ առաջնորդ Քերաշնոր Դեր Պապկեն arczepiskopos Չարյանի ստացած է վարդապետական գավազանի իշխանություն։ 2023-ին նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին կաթողիկոսի սրբադար գոնտակով արժանացած է վարդապետական լանջախաչ գրելու իրավունքին։ Ուրեմն հետաքրքրական է ծեր վկայությունը եւ ամենից շատ վստահ եմ որ բոլոր adonk որոնք հիմա ցեզ ավելի պիտի ճանչնան կամ նոր պիտի ճանչնան շատ երդասարդ եք հայր Հակոբ 28 տարեկան գուզեինք լսել ծեր վկայությունը եւ մանավանդ գուզեինք գիտնալ անձնապես տեսալ ինչպես դուք կոչում ստացաք դերոճմեն։ Այո, հաջող իմ կարոզներուս մեջ գսեմ մարդ արարած Քրիստոսի հետ մեկ անգամ չի հանդիպիր եւ հանդիպումը Քրիստոսի հետ մեկ անգամեն չլար։ Քրիստոսի հետ հանդիպումը կյանքի ընթացքն է, կան որոշ բաներ, որոնք գտարնան վճռորոշ, բայց Քրիստոսի հետ այդ հանդիպումը ամբողջ կյանքի ճանապարհն է, որոնք կհետևենք բոլորս։ Եվ մանկուտենես սիրած եմ եկեղեցին, հոգևոր կյանքի այդ մթնոլորտը եւ փոքր տարիքես Աստծո հանդեպ հավատք ունեցած եմ եւ փորձած եմ այդ հավատքը ապրիլ։ Գաթողիկե դպրոց հաջախածը լալով մշտական եկեղեցի երթալու եւ սուրբ պատարակներուն մասնակցելու բարդավորություն ունեցել եմ, որ մեծ սիրով եւ հաճույքով կատարած եմ։ Եվ անշուշտ ընտանիքս ալ մոտ եղած են եկեղեցվո աղոթքի մթնոլորտին եւ այդ ալ իր տեղ ունեցած է իմ կյանքիս մեջ հայրաքելական եկեղեցու զավակը լալով ամեն գիրագի մեծ մորս հետ եկեղեցի գերտայինք առանց բացակայելու եւ մեր դամ մոտ հավանաբար Լիբանանահայերը պիտի գիտնան թրատներու Սուրբ Աստվածածին եկեղեցին գահաճախեի ուր առավել եւս իմ մեջ սերը աջած է հանդեպ մեր Սուրբ Պատարագին, մեր արարողություններուն, մեր շարականներուն։ Եվ 2011 թվականին էր, երբ խնդրեցի ծնողքես, որ ինձ դպրևան կարձանակրեն։ Ծնողքս օժարեցան եւ այդ եղավ, ասենք, հիմնական ամենեն կարևոր քայլերը մեկը ավելի մոտ երթալու մեր արժեքներուն, մեր եկեղեցվո բարձրացա Բիգվայայի Սուրբ Աստվածածին վանքի Զարեյան դպրևանքը, որ քիչ թե շատ ծանոթ էր ինձի, հաջող գայցել էինք ծնողքիս հետ։
Եվ այդտեղ մեջս առավել եւս աճեցավ սերը մեր սուրբ արարողության ցանտեպ, մեր եկեղեցու, մեր արժեքներուն, մեր կանցերուն եւ կգարձեմ դիրոջ ճանապարհեն կարելով թեպի Քրիստոս երթալով է որ ամեն մարդ կանտրատարնա թե Աստված գանչած է եւ այդ ճամփեն է որ պետք է ընթանա մարդ Աստված շատ անգամ բարձր ցայնով չի խոսել Աստվածաշունչի մեջնալ գիտենք ադիգա շատ լավ երբեմն զեփյուրին մեջ են գխոսի Աստված եւ լրության մեջ ատաղուտքի մեջ սուրբ քիրքի ընթերցանության բահուն երբեմն ալ փորձություններով եւ հարցականներու մեջ կգտնես Աստծո ցայնը եւ գհիշեմ որքան աղոթեցի, մտածեցի, բայկարեցա, մինչեւ որ ներքին խաղաղությունը սկացի եւ այդ խաղաղությունն էր, որ ինձի ավելի քաչալերեց վստահություն տվավ, թե այս է ճշմարիտ ճամփան, աս է Աստծո ճամփան եւ ինչ որ Աստծո գամքն է մեր կյանքի մեջ, այդ է որ մենք պետք է որ ընթարաչենք Աստծո գամքին, իր գամքը մեր գամքեն շատ դարբեր է եւ ընթարաչելով Տիրոջ կամքին Փառք Աստուծո որ արած եմ այդ քայլը Քրիստոսի աշակերտը լալու եւ փորձելու աշակերտ դարձնել մեր բոլոր զավակները որոնք եկեղեցի կան եւ անշուշտ նաեւ երթալ դարածելու Աստուծո խոսքը բոլոր անոնց որոնք կարիք ունին լսելու ապրելու այդ խաղաղությունը եւ դառնալու Քրիստոսի ծառաները եւ գահավադան որ գոչումը մասնակցությունը չէ, այսինքն մեկը նստելով ճուսանիր գոչումը ունենալու համար գոչումը պատասխանն է որ մենք գուտանք Աստծո հրավերին որովհետեւ ամեն մարդ հրավեր ունի որովհետեւ մգրդության առաջին մեկ վարգյանեն այդ հրավերը կդրվի մգրդյալին երթալու եւ դարածելու Քրիստոսի խոսքը աշակերտ դարձնելու բոլոր անոնց որոնք բաբագը ունին այդ Քրիստոսի խոսքին եւ Քրիստոսի երթալու եւ բոլորս ալ այսինքն այդ գոչումը ունենք մեր մեջ խոսելու եւ որովհետեւ քրիստոնյա ենք վերջի վերջո եւ Սամուել Մարգարեին բեսսելու խոսե դեր որովհետեւ ծարատ գլսե եւ այդ յուրաքանչյուր հոգեվորականի գոչումը կգարձեմ այդպես այդ առաջին այոն է որ պետք է պատասխանել Աստուծո գանչին եւ այսօր ալ բոլորս կխնդրենք Աստուծո կամքը ամենքս վստահ եմ որ Շնորհակալ։ բոլորը մեզի մտիգնողները դերունական աղոտ կգարդասանեն արդուները եւ գսեն թող քու գամքը տալա Ամեն։ եղիցի գամքո հետեւաբար գոչում ամենօրյա հնազանդություն է եւ հնազանդություն Աստուծո գամքին երթալու եւ ընտարաչելու Աստուծո խոսքին Դուք ձեր ընտանիքի մեջ ուրիշ քույր եղբայր ունիք։ այո այո մեկ քույր մեկ եղբայր ունիմ Կփարևենք իրեն եւ ձեր ծնողքին, ձեր ծնողքը շնորհակալություն Բեյրութ Գաբրին։ ոչ Մոնրեալ Գաբրին Okay, ուրախ եմ։ այո Ինչ լավ, որքան լավ։ այո Եվ ամեն անգամ որ գիտեք, երբ որ ասենք ասոզավակը կջանչնանք, միշտ իր մեծ մայրը կամ մեծ հայրը կամ իր ծնողքը միջոց դարձած են, որբեսի հավատքի կյանքի մոդենան։ Շատ գեղեցիկ ձևով նկարագրեցիք, անցնաբես ինչ փորձառություն ունեցած եք, ինչ հանդիպում, ինչ փորձառություն ունեցած եք Տերոջը հետ։ Այսինքն այդ ապրումները այդ բահերը որ գունենաս դիրոջ հետ եւ այսինքն ամեն մեկ անց դարբեր Այո, անշուշտ ապրումը գունենա երբեմն ինձ դարբեր ցևով գտնալ ուրիշին դարբեր ցևով եւ ես կգարձեմ այսինքն իմ բարակայիս փոքր դարիքես այսինքն այդ սերը ունեցած եմ իմ մեջ, ասիվ այդ սերը ինքնաբերաբար չլար, այո, ինչպես որ ասիք մեծ այո, մայրը, մեծ հայրը, ծնողքը, վստահ, այսինքն շատ կարևոր է մանուկը պետք է դաստիարակել իր փոքր տարիքեն, արագած գիրքը այդպես կսե, եւ առաջին դպրոցը ընտանիքն է, երբ որ ընտանիքը գսորվեցնե այդ բոլորը, բզդիգի մեջ սերը գարտնա, պայման չէ որ ամեն մարդ հոգևորական լա բոլորին դրված ասինքն գոչումը չէ ադիգա բայց
Գարձեմ երբ որ գնթարաչես աստուծո այդ խոսքին եւ գաբրիս այդ մտնոլորտի մեջ գտեսնես որքան քաղցր է դիրոջ խոսքը դիրոջ հետ լալու այդ բահերը գանտրատարնաս որ այսինքն այո Այո, աշխարը լեցուն է իր բարիկներով լեցուն է երբեմն այդ իր սրսկած փոշիով եւ այդ Փարիկները վերջի վերջո Աստուծո բարգևներն են եւ երբ որ Աստուծո մոտ կլաս այդ փարիկները ինքնաբերաբար գվայլես Աստուծո այդ օրհնությունը ինքնաբերաբար ամեն, գվայլես եւ անշուշտ երբ որ ավելի գմոդենաս Աստուծո նայո մեջը ցերը գարտնա ժողովրդին նկատմամբ, ժողովրդին երթալու, օգնելու, ծառայելու, վերջի վերջո բոլորս ծառաներ ենք, ամեն մեկը ճշտոն ունի, պայման չէ որ մեկը սկեմ ունենա որբեսի գարենա ծառա դառնալ, բոլորս ծառաներ ենք, բոլորս պետք է մեկս ամեն։ մյուսին օգտակար դառնանք։ Ինչպես որոսիկ բոլորս քրիստոնյա ենք։ Անշուշտ Շատ քրիստոնյա լավ։ Քրիստոս ինը քարապարյան այդ բանը Քրիստոս անոր մեջն է ադե այսինքն բոլորս Քրիստոսը ունենք մեր մեջ հետևաբար այդ բարդավորությունը ունենք Աստուծո մարմինը Քրիստոսեն ըստացած մեր բատկերը մաքուր բահելու եւ այդ բատկերին իման վրա ապրելու նաեւ Ամեն, ամեն։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Պիտանցնիկ մեր այսօրվա նյութին, որն է հնազանդության բդուները։ այո Առաջին հարիթով կուզեմ, որ բացատրեք ինչս է հնազանդություն, աստուծո հնազանդիլ։ Հնազանդությունը անգլերեն բառը obedience քրիստոնեական կյանքի հիմքերը մեկն է եւ հնազանդ կնշանակե մեր գամքը ասպարակեն որովհետեւ խոսենք հոգեվոր այսինքն ձիրաններս հնազանդ կնշանակե մեր գամքը աստուծո գամքին ենթարկել եւ այդ ենթարկվելը ստրգական ստրուգի այդ խաղապարը ճունի մեջ է կամ հարգադրված վիճակը չէ սիրո եւ վստահության ազատ ընդրությունն է որևէ մեկ պետություն նահանգ քաղաք հաստատություն դպրոց իրենց օրենքները ունին եւ այդ օրենքներուն պետք է հնազանդիլ հաջող կլան անցեր որ օրենքը չեն սիրեր եւ գործեն այդ օրենքները խախտել եւ այդ խախտումին պատճառով երբեմն դուքանք կստանան բադիժներ կսահմանվին իրենց երբեմն էլ այդ անհնազանդության պատճառով սուղքին կվճարեն Աստվածալ մարդը ստաստիարակելու համար բադվերներ դված է, բադվիրաններ դված է եւ որբեսի մարդը ղարքի մեջ պահե այդ բադվիրանները հաջախագի արիտներով Աստվածաշունչի միջոցով փոխանցած է մեզի Եվ հաջող մարդիկ ուզեն այդ բադվիրանները զանց առնել, դիրոջ օրենքը եւ խոսքը փոխել եւ իրենց հարմարցնել իրենց արտարացնելու համար։ Բայց անշուշտ ադիգա սխալ է, Այո, ճիշտ չէ։ Աստծո օրենքը բադվիրանները պետք է բահել եւ Սամոս 119-ը 9-11 համարները գսե Երդասարտն ինչով գրնա ինքսինք մաքուր բահել, եթե ոչ քո խոսքերդ կործատրելով, ամբողջ սրտով գուզեմ քեզի հնազանդիլ, միցը կերբոր բադվերներդ խոդորիմ։ Շատ գեղեցիկ է Սամոս 2-ին բարերը եւ իսկապես այսօր նույնիսկ գնշմարեմ այստեղ մանավանդ իմ դարիքից երդասարտները, որոնք եկեղեցի կհաճախեն, նախ եկեղեցի հաճախողներու թիվը բարձրացած է որպես երդասարտներ եւ բոլորն ալ երկյուղածություն ունին Աստծո խոսքին, Աստծո բադվերներուն եկեղեցվո հանդեպ եւ երդասարտը Աստծո խոսքով է որ միան գտնա ինքզինք մաքուր բահել եւ այդ մաքրությունը հնազանդության են գուկա եւ այդ հնազանդությունը շատ կարեւոր է Աստծո խոսքին բադվերներուն Մեր հայր Աստված մեզ մե հնազանդություն չի բանջեր իր իշխանությունը ցույց տալու համար շատ կարևոր է իշխանության հետ կապ չունի որովհետև մեզի գսիրե հնազանդությունը արդեն այդ սերեն կմղվի ինչպես որ ծնող մի իր զավգին սահմաններ գտնե հաստիարակելու համար վնասե վտանգեմը խուսափելու համար նույնպես էլ Աստված իր բադվիրանները գուտա մեզի մեր բրգության համար Սուրբ Գրիգոր Դատևացին
գսե Աստուծո բադվերները կյանքի թուրն են եւ Աստված մեզի ոչ թե արգելքներ կուտա, կյանքի ջամփան ցույց կուտա։ Հնազանդությունը այդ վստահության արտահայտությունն է, ինչպես որ ովևէ մեկը երբ որ կհիվանդանա, բժիշկին կվստահի։ Նույնիսկ երբ զինք չի ճանչնար, մեկը մլասած կլա, գսեն ասինչ բժիշկը շատ լավ է, քնա իր կովը, քեզի լավ թերմը կուտա եւ կբժշկվիս։ Նույնն է բարական Աստուծո։ Աստուծո մենք լսած ենք Աստուծո մասին, հավանաբար շատեր չեն ճանչնար զաստված, բայց գվստահեն Աստուծո, որովհետև լսած են, որ Աստված ինք ամեն ինչի բարգեւիչն է, ինք կհասնի մեր ամենեն դգար բահուն նույնիսկ։ Եվ այդ իսկ պատճառով գմոդենան Աստուծո եւ շատ կարեւոր է այս մոդեցումը երալնելի են բոլոր անոնք, որոնք առանց տեսնելու կհավատան գսե Քրիստոս։ Շատ կարեւոր է եւ երանելի են բոլորս, այսինքն որոնք այսօր գաբրինք այս բահերը այս հոգևոր մտնոլորտի մեջ եկեղեցու մոդիգեն շատերը լսած են սորված են այդ լսելը սորվիլը բոլորը գաբրին իրենց կյանքով եւ գուքան կհաջախեն եկեղեցի եւ այդ մտնոլորտի մեջ կմնան եւ ամենեն կարեւորը Տեր Հիսուս կսե ով որ իմ խոսքերս կլսե եւ կկործադրե զանոնք պիտի նմանի այն իմաստուն մարդուն որ իր դունը ժայթի վրա կշինե հետեւաբար հնազանդելով Աստծո խոսքին եւ պատվերներուն մենք մեր դուները շինած կլանք ժայռի վրա որ ոչ հովը ոչ ջուրը ոչ մեկ բան գրնա այդ դունը այդ ժայռը կանթել հետեւաբար հնազանդությունը միայն լսել չէ գրավորական ըլլալ չէ այլ ներկործական է հնազանդությունը նաև կորձի անցնել է Աստուծո մոդենալն է Որոշ չափով դու գսիկ հնազանդության բաղադրիչները, եթե ուրիշ ունիք օրինակներ դալ մեզի։ այո այո հնազանդությունը ուրեմն հնազանդության բաղադրիչներն հավատքը ինչպես որ անդրադարձանք կարտեն առաջին հիմքն է հավատքը եթե բանանք ծննդոց գիրքի 13-րդ գլուխը հոմի տեսնենք Աբրահամի պատմությունը Աստված Աբրահամին գխոսի գբադվիրե երթալ այն երկիրը որ ինք ցույց պիտի դար Աբրահամ չէր գիտեր թե ուր գերտար բայց վստահեցավ Աստուծո եւ շատ լավ գիտենք Աստուծո բادرին հնազանդության արդյունքները հոն իսկ գրված է առաջին դողերում մեջ ասե քեզ մեծ ասկ պիտի ընեմ ու քեզ պիտի օրհնեմ եւ քո անունը պիտի մեծնեմ ու ցուն օրհնյալ պիտի ըլլաս այսօր եւս Աստված ամբողջ ծրագիրը չի բացահայտեր մեզի բայց գխնդրեմ մեզ որ վստահենք իր խոսքին եւ առաջին քայլը առնենք երկրորդը սերն է արդեն խոսեցանք վախի պատճառով ծնունդ արած հնազանդությունը երկար չի դեվեր որովհետև շատ գարջ կլա գվախնանք կհնազանդենք եւ հետո ամիջապես երբ որ մենք մեզ վերագտնենք կմոռնանք ամեն բան ադիգա հնազանդություն չէ Հիսուս երբեք չսավ եթե ինձ մեր գվախնակ բադվիրաններս գբահեք կամ բահեցեք ընդհանրակը սավ եթե գսիրեք զիս պիտի կործատրեք իմ բադվիրաններս Հովանես 14:15-ի մեջ հետևաբար քրիստոնեական հնազանդությունը սիրո արտահայտություն է եւ երրորդ խոնարհություն խոնարհություն կնշանակի ընդունել որ Աստված ավելի լավ գիտե կամ մենք ամենեն մեծ մեղքը երբեմն այն չէ որ չենք հավատալ Աստուծո այլ այն որ մեր թատողությունը Աստուծո վեր կտասենք հեղինակավոր գարձիկներ դալով մեր կամքը դիրոջ կամքեն առաջ կտնենք եւ մեր թադողությունը կկերատասենք այսինքն երբեմն չենք անդրադառնար բայց ցեվոմը կստորաթասենք Աստուծո իշխանությունը Աստուծո վեհությունը եւ ադիգա մեղք ունի ընդհանրակը պետք է խոնար սիրտով մոտենալ Աստուծո որովհետեւ վեհություն է մեծություն է եւ այդ մեծության դիմաց մենք ոչինչ չենք բայց Աստված մեզ այդ ոչինչեն բարձրացուց եւ իր զավակները գոչեց չորրորդ համբերություն համբերությունը ոսկի է գսե արածը եւ հնազանդի կնշանակի նաեւ համբերել Աստված նոյ նահաբեդին բادرվիրեց դաբան մշինել նոյ հնազանդեցավ դիրոջ խոսքին եւ շուրջ 100 տարի գսեն դեվեց
մինչև որ դա բանը գարոցե եւ ճուսացավ ընդհանրը համբերեց դոգած եւ իր ամբողջ ընտանիքը փրկած չհեղեղեն Հովսեփալ երբ տեսավ իր երազը եւ հետո իր եղբայրներուն պատմեց իր հորը պատմեց բոլորը զայրացան թյուրին բաները չանցավ պատմությունը բոլորս լավ գիտենք ըստրգություն, օդարություն, վտանգ եւ այդ բոլորին գծավ դոգալ, որովհետեւ վստահեցավ դիրոջ հայտնության եւ համբերեց եւ 13 տարի հետ Աստուծո խոստումը, որ երազով հայտնված էր իրեն, գդարվեցավ։ Փախստական ստրուկ եւ ծառա Հովսեփը դարձավ Եգիպտոսի գայսրության գարավարիչ։ Աստված շատ անգամ նախ մեզ կպատրաստե եւ հետո ընթացքի մեջ կհասցնե իր նպատակին Ամեն։ եւ հարադեվություն հնազանդությունը մեկ անգամ կատարելի արարք չէ Այո, հնազանդությունը հիմա գնազատին վաղը չեմ հնազանդիր այդպես հնազանդությունը ամբողջ կյանքի ընթացքում է պետք է որ ամեն օր այո ասենք աստուծո վերնական աղոթքի մեջ ամեն օր գսենք գիցին գամքո թող քու գամքը տալա հետեւաբար հնազանդությունը հարադեվություն կբահանջի միշտ պետք է հնազանդիլ միշտ պետք է աստուծո թիմած կանգնել եւ աստուծո գամքը կատարել ամեն, հետեւաբար այս ամեն։ հինգ փաղադրիչներն են որ կուզեի ասենք զադեն մատնանշել բոլորը Այո, եւ Աստված ողորմութեն է ավելի հնազանդությունն է որ գուզե։ Եվ հնազանդությունը այո մանավանդ ինչպես որ ասիկ, երբ որ բամը կխնդրենք, կուզենք, կստանանք, անգեց վերջը գմորնանք, բայց երբ որ ամեն օր կշարունակենք իրեն հնազանդիլ, այդ օրհնությունները կվայելենք։ Հայր Հակոբ ինչպես կրնակ գաբել հավատարմությունը եւ հնազանդությունը իրար հետ։ Ը, Հավատարմությունը երկարադեպ հնազանդություն է երկար շունչով հնազանդություն է գնամ մեկ օր հնազանդիլ բայց հավատարիմ ըլլալ կնշանակե շարունակել նույն ճանապարհը ամբողջ կյանքիս ընթացքին Բողոս Արաքյալ Դիմոթեոսին իր ուղած երկրորդ նամակի մեջ կսե Բարի պատերազմ մղեցի, կյանքիս ընթացքը ավարտեցի, հավատքը բահեցի։ Այսինքն մեկ անգամ չէր իր ամբողջ կյանքի ընթացքին այսինքն քրիստոնեություն ընդունել է յետք մինչև վերջ բարի պատերազմ մղեց իրեն կին ընթացքը ավարտեց հավատքը բահեց այդ շատ կարևոր է այսինքն հավատարմության ուղագի օրինակն է որ գուտա Բողոս Սարակյալ հավատարիմ ըլլալ կնշանակե Աստուծո ծառայել մշտապես եւ ոչ միայն բադահականորեն Աստուծո վստահիլ նույնիսկ երբ դվայդանքի մեջ ենք ոչ միայն դժվարության բարակային լավ օրերուն եւս պետք է հնազանդիլ դիրոջ եւ մնայուն հարաբերության մեջ մնալ Գասկածներու մեջ նույնիսկ հավատարիմ պետք է մնալ լրության մեջ պետք է հասկանալ դիրոջ կամքը այս շատ կարեւոր է օրինակներ կնանք ունենալ օրինակ Աստվածաշունչը լեցուն օրինակներ ունի այսինքն ուղագի մեզ դաստիարակելու ամենեն կարևոր մադյանն է քիրքն է Քիչ առաջ օրինակի համար ասիկ եւ իսկապես գնշմարեն անիկա Մոնթիալի մեջ եկեղեցներու մեջ որ երիտասարդները շատ ավելի ասենք կմոդենան եկեղեցին համակումարներ կգազմագերբվի սուրբ քրքի սերունդողություններ կգադարվի բայց հիմա ներկա այս աշխարհին դժվարություններով մանավանդ էկոնոմիկ բաժինի մեջ երբ որ օրինակի համար կփորձեն դերոջը մոդենալ եւ իրենց պետքերը չստացվիր եւ դժվարություններու մեջ են ինչպես կրնակ իրենց քաչալերել եւ ասել որ շարունակեն հնազանդիլ եւ չի հուսահատիլ։ Գիտեք, կյանքի դժվարությունները միշտ ալ պիտի ելան, Այո, որովհետև այնպես մը չէ, որ կյանքը միշտ ալ հեզազահ ընթացք ունի։ Վերիվայրումներ միշտ պիտի ելան։ Եվ այսօր գրնա երկինքը բայցարել վա գրնա փոթորգոդել Կաբրինք Մորեալի մեջ ենք, այ տեսանք անցյալ շաբաթ փոթորիկ կար, այս շաբաթ քիչ մ ավելի արևոտ է եւ Այսինքն ցանկն ալ նույն ընթացքով կընթանա։ Այո, պիտի ըլլան դժվարություններ, բայց երբ որ Աստված մեր հենարանն է մնայուն,
այդ դժվարությունները պիտի անցնեն։ Եվ անցյալ գիրագի իմ կարոզիս մեջ ադիգա գսեի փնապանս 73 Սամոս 73:26-ներ գսե իմ միտքս եւ մարմինս կդգարանան, բայց Աստված իմ մտքիս հենարանն է հավիդյան եւ անոր մասին խոսեցա եւ բացադրեցի ժողովրդին, որ մարդ արարած իր կյանքի ընթացքին հաջող դժվարություններ պիտի ունենան, ծրագիրներ գնենք, գմշակենք, բոլորիս իրավունքն է, բոլորս գնանք ծրագիրներ տնել, երազներ ունենալ, այս պիտնեմ, այդ պիտնեմ, մյուսը պիտի ունենամ, այս հաջողությունը պիտի ունենամ, մյուս հաջողությունը պիտի ունենամ, բայց այս բոլորը այսինքն գրնան միշտ չլար, մեր ուզածին պես կրնա չլալ մեր կյանքը, բնական է, երբեմն դժվարություններ կունենանք, երբեմն ցախողություն կունենանք, միան հաջողություն չէ, այսինքն չի գա մեկը, որ մնայուն հաջողություն կունենա, մնայուն ուրախություն կունենա, այդպես բան չի գա։ Եվ Աստվածաշունչի մեջ կտեսնենք թագավորները, որ հաջողություններու հասած են, միշտ դժբախտություն ունեցած են իրենց կյանքի ընթացքին շատ են դեպաբար շատ կարևոր է Աստուծո գամքին Աստուծո խոսքին մոդիկ մնալ որբեսի գարենանք նաև որբես հենարան Աստված ունենալ մեր կյանքի մեջ երբ որ միա մեր ուրախության ժամանակ կհասնենք Աստուծո Աստվածի այս թողը լայմ կյանքից մեջ այդ թողը լայմ կյանքից մեջ եւ երբ որ այդ բոլորը գունենանք հետո գմորնանք չլար Այո, Պետք չէ մոռանալ։ Պետք է այո, միշտ հասնել։ Էկոնոմիկ այս կրիզները միշտ ալ եղած են, միշտ ալ դժվարություններ եղած են։ Ես Լիբանան ապրողները գիտեն հիմա աշխարհով մեկ այդպես է վիճակը միան Լիբանանը չէ, միջին արևելքը չէ, Կանադայի ալ նույն դժվարությունները կան եւ բادرազմները, խռովությունները, աչուցախ այդ բոլորը գաստեն Եվ այդ բոլորին թիմած միակ բանը, որ մեզի գտնա օգնել աղոթքն է։ ամեն, Երբ որ գաղութես եւ այդ մնայուն հարաբերության մեջ կլաս Աստծո հետ, Աստված այդ ամեն մեկ փոթորիկի մեջ են խաղաղությամբ քեզի դուրս կհանե։ Արաքյալներն ալ երբ որ դժվարություն ունեցան փոթորիկի ժամանակ միակ իրենց հենարանը Քրիստոս ինքն էր։ Իրենքով վազեցին արտնծուցին եւ ասին որ օգնե մեզի։ Պիտի գործվինք եւ Աստված ելավ հանդարտեցուց բոլորին հանդարտեցուց նախ փոթորիկը եւ հանդարտեցուց անոնց սիրտերը հետեւաբար մեր ամենեն քեշ փոթորիկին ժամանակ նույնիսկ մեր միակ հնարանը Քրիստոս ինքն է իրենքով երթալով իրեն վազելով ամեն բան գխաղաղի գհանդարտի եւ այդ խաղաղությունը իդ կվերակտնենք մեր կյանքի մեջ ամեն եւ ադիգայալ հնազանդության բդուներեն մեկն է, անշուշտ չէ՞։ անշուշտ անշուշտ վերջի վերջո գվստահիս մեգումը որ գսիրես Երբ որ գսիրես գհնազանդիս եւ գործես իրեն հետևիլ իր կամքը գդարել եւ այդ բոլորը մեկը մյուսը կամ փոխչացան է ոսկյա շղթայի օղակներու պես են ամեն մեկ օղակ իր ճաշտոնը ունի եւ այդ ամեն մեկ օղակի անցնելով այդ գլորը կամ փոխչանա եւ որ գլորը կամ փոխչանա շղթային ինքնաբերաբար կյանքի այդ ընթացքը կընթանա խաղաղ ցևով Ամեն, Երբ որ մեկը գահանես, արդեն ընթացքը գավրվի, որովհետև կսկսի գործվիլ այդ ընթացքը, չի գտնար ճշգրիտ ձևով ընթանալ։ հայրագոբ օրինակի համար ձեր անձնական կյանքի մեջ, հոգևոր կյանքի մեջ, ինչ բան օրինակի համար դժվար եղած է, բայց հնազանդած եք Աստծո։ Ը, Շատ շատ բահեր բնականաբար այնպես մտ չէ որ հոգևորականները երբ որ գծերնատրվին այնպես մտ չէ որ ամեն ինչ խաղաղ եւ հեզասահ կընթանա մեր ժողովրդի զավակները երբեմն գմորնան կամ բնականաբար այսինքն Այո, մարդկային է գմորնան որ հոգևորականն ալ մարդ է եւ ճիշտ, նախքան հոգևորականն ալ առաջ մարդ է եւ ինքնաբերաբար իր կյանքի մեջ շատ դժվարություններ կրնա ունենալ փորձություններ է գանցնի դժվարություններ կունենա
ոչ միան, այսինքն անհատական գլա ընտանեկան, գնալալ միջավայրի, այդ բոլորը բնական են եւ անորոմար երբ որ մոդենան եւ հավատացյալները գսեն հայր սուրբ աղոթեցեք ինձ համար դժվարությունները կանցնիմ փոխադարձ մենք ալ աղոթք Այո, կբահանենք այո։ որովհետեւ հաջող միան հոգեվորականն աղոթք գխնդրեն բայց հոգեվորականն համար աղոթողալ պետք է վերջի վերջո Հակոբոս Սալակյալ գսե չէ բոլորդ մեկը մյուսին համար աղոթեցեք եւ այդ մեգաս մյուսին համար աղոթելով հիվանդներուն վրա ցերկ տնելով այդ բոլորը մեգաս մյուսին համար այսինքն կարևոր է որ աղոթենք եւ բնական է այսինքն օրինակներ մտքիս մեջ հիմա Մուքան, բայց Հասկանալի է, բայց շատ բաներ այսինքն անձնական բահեր են որ ունեցած ենք բնականաբար այո ես ալ ունեցած եմ դժվարություններ բայց աղոթքով այդ դժվարությունները գրծած եմ հաղթահարել եւ ասված միշտ ալ փորձած է իմ կողքիս եղած է հազար փառք իրեն երբեմն թռներ կան կփակվին մեր թիմած ուրիշ թուր կբացվի եւ Աստված դրնեն գարաչնորդ է եւ վստահ թողլան բոլոր անոնք որոնք դժվարությունները գանցնեն որ բացվելիք թուրը շատ ավելի լավ է ամեն եւ հալելույա։ դիրոջ գամքին որովհետեւ վստահելով այդ թռնեն մտնելով գտեսնես Աստուծո բարիքները Աստուծո օրհնությունները մեկը թող չի իր մտքի մեջ ունենա որ միայն ինքն է որ դժվարությունները գանցնի ոչ այդպիսի բան չկա ամեն մարդ իրեն համեմատ դժվարություն ունի ամեն մարդ իրեն համեմատ խաչ ունի որ կգրե եւ այդ խաչին ճանապարհեն ընթանալով ը, ամեն բան իրեն դեղը կհասնի եւ հեսասա ընթացք ունենա Շատ կաչալարական է ցերեսածը եւ շատ դեղին է երբ որ մենք կդեսնանք օրինակ առաջնորդները, հովիվները եւ գագնկալենք շատ բաներ եւ իսկապես աղոտ կխնդրենք մեր դժվարությունները գսենք բայց վերջավորության անոնքալ մարդեն անոնքալ իրենց բահերը ունին եւ դժբախտաբար ժողովրդին մեծ մասը ավելի կգետրոնանան ժխտական գեդերուն վրա քան թե նային բոլոր օրհնությունը եւ բարիքները որ անցեն ստացած են Թյուրին չէ, թե այս ժամանակներում մեջ մանավանդ ազո ըստենք գոչումը գադարելը հնազանդությամբ, բայց շատ շնորհակալ եմ, շատ անգերս եւ շատ չդակ ձևով պատասխանեցիք։ Հայրակոպ մենք միջև հիմա խոսեցանք հնազանդության մասին, բդուներուն մասին, բայց այսօր անցիկ որ դերոջ աստծո մոտ չեն եւ ասենք աստծո բադվիրաները չեն գադարեր, չեն հնազանդիր։ Ինչ տեսակ հետևանքներ կնան ունենալ իրենց կյանքին մեջ։ Շատ անգամ դժվար է հնազանդիլ Աստուծո եւ գադարել անոր կամքը մանավանդ երբ թյուրին չէ կամ համբերությունը կբացի մարդոց կյանքի մեջ որովհետեւ ամեն մարդ անհամբեր եղած է եւ մանավանդ հիմա դիգա կդեսնենք մեր հյուսիսային Ամերիկայի մշակույթի մեջ ամեն բան արագ է եւ գործեն այդ արագության մեջ ամեն բան անել եւ երբեմն գործվին գործվին այն իմաստով որ իրենք մորնալով դարբեր աշխարհ գերտան եւ շատ ուշ կանտրատարնան որ որքան տարիներ անցած են ունայնության մեջ բարաբի մեջ եւ օքեյ հավանաբար հաջողություններ ունեցած են իրենց կյանքի մեջ լավ դիրքեր հասած են բայց այդ բոլորը ուրախություն եւ խաղաղություն չի բերեր ուրախությունը եւ խաղաղությունը դիրոջ հնազանդելու մեջն է դիրոջ խոսքին ընթարաչելու մեջ է դիրոջ հետ ապրելու այդ ընթացքի մեջն է երբեմն աստուծո գամքը չի համընկնիր մեր ծրագիրներուն հետ իր գամքը մեր գամքեն դարբեր է եւ իր ծրագիրները մեր ծրագիրներն շատ դարբեր են բայց մենք կուզենք անմիջական պատասխանը ստանալ արագ լուծումներ գտնել կյանքի մեջ հստակություն ունենալ օրինակներ կուզեմ առնել աստվածաշունչեն բարձրապես մեզի ագընթիրներուն եւ ունգընթիրներուն բացատրելու համար որ վերջի վերջո աստվածաշունչի մեջ եղած օրինակները մեզ դաստիարակելու համար են օրինակ Աբրահամ Իսահակը զոհելու հրամանը երբ որ ստացավ ծննդոց 22-ի մեջ կգարտանք Աստված Աբրահամեն
բահանջեց իր միածին որդին Իսահակը զոհել։ Մարդկային դրամապանությամբ անհասկանալի հրաման մներ։ Իսկապես, եթե այսօր նստենք մտածենք, կսենք Աստված ինչպես կբահանջի այդպիսի բան։ Բայց Աբրահամ չհուսահատեցավ, որովհետև գիտեր, որ Աստված փամը պիտի բարիք մը գա, փամը գա, որ իրեն կյանքը պիտի փոխե։ Վստահեցավ, ասա որ եւ շատ հստակ գսե Աստվածաշունչը, Աստված ինքը պիտի բարգեվե եւ երբ որ բարձացավ լեր տեսավ այդ փուշին եւ դադասկի մեջ Աստուծո քարը քարնուկը եւ այդ քարնուկն էր որ զոհեց եւ անշուշտ մա երբ որ մեկնաբանական բանի մեջ մտնենք այդ քարնուկը Քրիստոս ինքն էր որ այդ ասենք խորհրդանիշն էր Քրիստոսի որ մեր մեղքերն համար պիտի զոհվեր անշուշտ հիմա ադոր մեջ պիտի չմտնենք բայց անհասկանալի բան էր ուղագի Իսահակին եւ Աբրահամին հետ բադահածը բայց Աստված օրինակ մգուզեր դալ եւ հնազանդությունը երբեմն կբահանջի ամբողջական վստահություն նույնիսկ երբ Աստծո ծրագիրը մենք չենք հասկանար օրինակ Մովսես 40 տարի անապատի մեջ ապրեցավ 40 տարի Աստված զինք դաստիարակեց, որբեսի երբ որ երթար եւ փարավոնեն խնդրեր, որ իր ժողովուրդը դուրս հանե Եգիպտոսեն, 40 տարի եւս պիտի ժողովուրդը առաջնորդեր անապատի մեջ։ Եվ Մովսես սկզբնական շրջանին փորձեց հրաժարիլ Աստուծո խոսքեն, որովհետեւ ինք թոթով էր եւ չեր գնար խոսիլ, բայց Աստված այդ թոթովությունը օգտագործեց իրեն առաջնորդ դարձուց։ Հետևաբար, երբ որ դժվարություն ունենք, երբ որ հավանաբար մենք մեր աչքին դգար գերևինք, Աստուծո աչքին մեծ է։ Ամեն, այո։ Մեր Աստված ամենեն դգար անձը գտնա իր կյանքով, իր գոչումով ամբողջովին փոխել։ Հետևաբար, գներեք, այսինքն նույնիսկ ծովը բացվեցավ Մովսեսին դիմաց։ Ադիգա պատահական բան չէր։ Աստված իրեն ցույց տվավ, որ թուն, եթե ես քո հետ եմ, թուն կարողություն ունիս։ Եթե ես քո կողքի դեմ, նույնիսկ ծովերը քո դիմացդ կջերկվին։ Եթե դու այդ ծովերեն գանցնես, հետևաբար կյանքի ընթացքին երբ որ դժվարություն ունենանք, այդ դժվարության ժամանակ Աստված մեր հենարանն է, Աստված մեր դիմաց ծովերը կջերկե, օվկիանոսները կջերկե, եւ այդ օվկիանոսները մենք կանցնենք այդ դժվարություն, օվկիանոս այդ դժվարությունն է, որ մեր դիմաց այնպիսի մեծությամբ գերեվի, որ չենք գիտեր թե ինչպես պիտի կարողանանք մեջ են ելնել եւ հոն հնազանդություն կբահանջի անորամար գսեմ անոնք որոնք չեն հնազանդիր Աստուծո այդ բարիկները չեն վայելեր բնականաբար պետք է հնազանդիլ Աստուծո որովհետեւ գարնաս այդ բարիկները վայելել Հովնան օրինակ Հովնանի պատմությունը բոլորս գիտենք մեր եկեղեցու մեջ դարին երկու անգամ Հովնանի պատմությունը գընթերցենք Ժարակալյուսներու ժամանակ Հովնան ճուզեց Նինվե քաղաքի երթալ եւ փորձեց փախչիլ Աստծո Աստված իրեն այսինքն մեծ փորձութենե անցավ մինչև որ հնազանդեցավ եւ գդարեց Աստծո կամքը գեցուգին փորի մեջ մնաց 3 օր ադիգա անիրևակալի բան է ինչպես կնալալ որ մեկը 3 օր ողջ մնա գեցուգին փորի մեջ եւ հետո գարնա ազատիլ եւ ողջ առողջ դուրս գալ հոնգե Աստուծո կամքեն փախուս դալը գտժվարացնե մեր ճանապարհը բայց հնազանդությունը օրհնություն կբերե Հետևաբար ամենամեծ օրինակը որ գուզեմ մեր ժողովրդի զավակներուն փոխանցել Գեթսեմանի աղոթքն էր Հիսուս այդ աղոթքի բահուն ասավ հայր եթե ուզես այս բաժակը հերացուր ինձ մե ոչ թե իմ կամքս այլ քո կամքը թողնա Քրիստոս գիտեր իր գրելիք չարչարանքները իր խաչելությունը սակայն ամբողջովին հնազանդեցավ հորը կամքին հնազանդության քերակույն օրինակն է Քրիստոս իսկական հնազանդությունը կնշանակի սեփական գամքը Աստուծո գամքին ենթարկել եւ ինչ որ Աստուծո գամքն է այդ լա մեր կյանքի մեջ
ինչպես որ Եբրայեցիս 10:36-ի մեջ կգարտանք, պետք է համբերել գիտնանք, որբեսի Աստուծո կամքը կատարելով իր խոստումին դիրանանք։ Ամեն։ Հետևաբար այդ համբերությամբ ամեն բան գլուծվի, նույնիսկ եթե գործենք չհնազանդիլ, կսկանք այդ դժվարությունները մեր կյանքի մեջ, եւ երբ որ կսկսենք հնազանդիլ Աստուծո խոսքին, Աստուծո բادرներուն եւ այդ ճանապարհի մեջ կմտնենք, ինքնաբերաբար օրհնությունները վարտի նման մեր ոտքերուն դիմաց կտապին։ Քիչ առաջ որսիկ ասված կաչարական խոսքը որսիկ ասված երբ որ թուրմը գկոցե թուրմը գփանա եւ աս օրինակ է համար որ բերիկ Աբրահամը երբ որ իր միածին որդին պիտի զոհեր Իսահակը Աբրահամին համար լավակույնն էր դարիներու Այ, սпасած լավակույն էր որ այսօր ամեն մեկերնից բամը գա որ կսպասենք բամը գա որ գուզենք զուգահեռ մեր կյանքի բոլոր խնդրանքներուն մեջ Եվ երբ որ այդ բանը գուզենք եւ Աստված մեզի կուտա, մենք պատրաստ ենք ադիգայետ Աստծո դալու։ Եվ գխորին որ եւ ադիգա դերը դումնավոր երբով կհարցնե անիկա, որպեսի մեր սիրտը եւ մեր հոգին իրեն բռնված ըլլա եւ ոչ թե ան ինչ որ մենք կուզենք եւ հիմա որ ստացանք հիմա աչափ դարիները սпасեցինք, աղոթեցինք, այսօր պատրաստ ենք ադիգա իդ տալու իրեն Եվ Մովսեսին օրինակն է շատ ավոր է, եւ շատ օրինակ դվիկ օվկիանոսները։ Եվ այսօր գիտեք հայրագով Մովսեսին կյանքի մեջ օրինակն է շատ հadoop է, քանի անգամներ մերժեց Աստծո հրամանին։ Ասավ ես ով եմ, ես ոմը չեմ գիտերնել, ես կարող չեմ եւ այլն, բայց Աստված ալ չհանձնվեցավ, Աստված շարունակեց իրեն հետաբնթել, որտեվ գիտեր ինչպիսի ամոթ մը պատրաստած էր 40 տարի։ Եվ մեր կյանքին մեջն ալ դժվար դարիներ, անաբադային դարիներ, որ կանցնենք, մենք չենք անդրադառնար, բայց Աստված մեզի կշինե եւ քսե քո աչքերդ, իմ աչքերս քո վրատ պիտի բահեմ, քեզի պիտի սորվեցնեմ, քեզի պիտի առաջնորդեմ, բայց ադեններ ինչպես որ ուսիկ համբերությունը բահելն է կարևորը, այ, գդգարանանք, գհոգնենք, կսենք դեր փամարե, դեր միջամդե, բայց Աստված ամեն բան կտեսնա եւ գիտե եւ պիտի գադարե, որովհետեւ ինչպես որ ուսիկ մեզ շատ կսիրե։ այ, իր ժամանակին իր ժամանակին կպարգևե Աստված։ Ինքը Այո, գիտե իր ժամանակը ունի եւ ը, այդ բահուն երբ որ գուտա մեզ այդ իր բարիկները գոգնե մեզ իր ցերկը գերգարը եւ մեզ դուրս կանե այդ դժվարութենեն հոն գսկանք այդ խաղաղությունը եւ դիրոջ օրտնության այդ քաղցրությունը Շիրակ է, շատ անգամ ես ալի մաղոտք, երբ որ աղոտքի գլամ եւ կսկամ որ գիտեք հաղորդակցությունը ասանք չլար գաբը չեմ սկար սուրբ օքեյեն եւ կսեմ դեր օքեյ ինչ եղավ ինչ մեղքրի ինչ անհնազանդ գտնվեցա քեզի եւ դերը գահիտնե քանի որ գահարցնեն գիրեն Եվ հոն ավելի կհասկնանք որքան կարևոր է որ հնազանդության մեջ գտնվենք իրեն որովհետեւ գարենանք իր ցայնը հստակ լսել եւ սիրեցի ծեր օրինակը Հովնանին օրինակը չենք ուզեր ովևէ մեգերնից 3 օր ասենք ցուգի փորի մեջ մնալ այ բայց այ ամենամեծ տասը սորվեցավ որքան կարևոր է դեր ոչը հնազանդիլը ասված ծաղր չլար ասված խաղալիք չէ եւ բոլորովին 180 դիգրի փոխվեցավ եւ գնաց Նինվեի ժողովուրդը միջոց դարձավ որ adonk փրկվին որբեսի ասենք չգործվին դերը մեր այ յանքի մեջ միշտ կխոսի չէ Աշուշտ, Աստված գենտանի Աստված է, ապրող Աստված է եւ Աստված միշտ կխոսի մեզի ամենեն կարևորը մենք լսել պետք է գիտնանք եւ Մմ, որ գլսենք գուզենք լսել այդ ժամանակ է որ այդ հայտնությունները այդ Աստուծո խոսքին ծանրությունը եւ այդ քաղցրությունը այն ադենը որ գաբրինք կարևորը գամքը պետք է ունենանք եւ պիտի ուզենք լսել եթե չուզենք չլար ովը մեկ ծնողներն ալ երբ որ ծնողները խրատներ գուտան իրենց զավակներուն գուտան գխրադեն առանց կենալու միշտ գխրադեն որովհետև գսիրեն իրենց զավակները երբեմն զավակները չեն ուզեր լսել իրենց ծնողներուն եւ գերտան փորձության մեջ կմտնեն կսխալին
իրենց սխալեն գսորվին եւ գուքան իրենց ծնողներուն գսեն ախ մամաս բաբաս ինչ կան ճիշտ է իր պետք է քեզի մդի գնեի կու սածը շիդագեր հայր աստված ալ այդպես է որովհետեւ բոլորիս նախ հայրն է եւ մեզի այդ իր զավակը զոհելով որդի գոչվելու այդ շնորհքը տվավ մեզի ոյ մեկ գրոնքի մեջ հայր եւ զավակի հարաբերություն չկա քրիստոնեության մեջ հայր եւ զավակի հարաբերություն կա եւ անորամար ասված այդ զավակը լալու շնորհքը տված է մեզի եւ գխոսի անընդհատ գխոսի որբեսի մենք լսենք եւ ընթալաչենք իր գամքին Իսկ եթե անորամար շատ ան- կարեւոր է ադի իսկ եթե այսօր անցը հիմա մեզ մտիկ կնե եւ ծեր բացատրությունը մտիկ գրավ եւ անդրադարձավ իր կյանքի մեջ որ ինք դերոջը աստուծո անհնազանդ է դուրսը արտաքինով շատ լավ գերեվի շատ լավ ինքզին կներկայացնե բայց ներսեն անհնազանդ է at անցը երբ որ դերոջը կա գրնա իդ իր խաղաղությունը եւ իր մեղքերն ազատագրվել անշուշտ անշուշտ ասված ամեն վարյան կսպասե ամենեն գեղեցիկ օրինակը, որ Աստվածաշունչի մեջ կգարտանք անարակ որդին պատմությունն է։ Շատ լավ գիտենք անարակ որդին ինչպիսի կյանք մաբրեցավ։ Արավ իր հորը ստացված իր բաժինը գնաց մսխեց։ Ինչ զեղ կյանք կա, զեղություն կա ադիգա արավ։ Եվ ամբողջ այդ ունեցվածքը մսխեց Փամը չմնաց այդ բոլոր իր ունեցած են եւ սկսավ աղքատանալ սով եղավ դժվարությունները անցավ միջև իսկ խոզերու գերագուրեն ուզեց եղջյուրներն ուզեց ուդել եւ դերերը չդվին իրեն չբարգեվեցին հոն անդրադարձավ որ որքան ինք սխալած է իր կյանքի մեջ եւ ասա որ ելեմ հորս դունը երթամ Ադի շատ կարևոր է։ Այսօր ալ եթե մենք աննազանդ գտնված ենք դժվարությունները անցնելով մորցած ենք զաստված երբեք վերջը չէ, ցանկին վերջը չէ։ Այդ վարգանին նույնիսկ կգենանք, կանդրադառնանք մեր արածներուն, կդառնանք եւ կուզենք մեր հորը դունը երթալ։ Եվ այդ հորը դունը երթալն է, որ շատ կարևոր է։ Եվ ինչպես որ Աստվածաշունչը գսե, հայրը երբ որ դեսավ հերվեն իր զավակը, չսպասեց որ զավակը իր կով գա։ Ինքը վազեց, քնած, փաթվեցավ, քրգեց եւ ասավ որ այս զավակս մեռած էր, ողջնցավ, գործված էր, գտնվեցավ։ Այսօր ալ Աստված կսպասե մեզի։ Եթե հերոյ ենք Աստծո հերացած ենք Աստծո Աստված իր ցերկերը բացած քրգապած կընդունի մեզի եւ շատ կարեւոր է այս տողը ովև մեկ մեղավորի մը փրկությամբ երկինքի մեջ հրեշտակները ցնծություն երկեն ցնծություն կգադարեն որովհետեւ գործված մը փրկվեցավ մեղավոր մը ցանկի վերադարձավ Հետևաբար ուշ չէ ժամանակը այսօր իսկ հիմա ժամանակն է անդրադառնալու մեր արածներուն, մեր սխալներուն, վերադառնալու Աստուծո եւ խնդրելու իր ողորմությունը։ Ադորամար է որ մենք ապաշխարությունը սահմանված է եւ ապաշխարությունը խորհուրդները մեկն է մեր հայրաքելական եկեղեցու որովհետեւ նախ ապաշխարությունը մեկ անգամվան լալիք բան չի ինչպես որ հնազանդությունը գսեի ամբողջ կամ գոչումը ներողություն ամբողջ կյանքի ընթացք մնե որ Աստուծո հետ կգալես նույնալ ապաշխարությունն է հիմա ապաշխարեցի եւ վերջացավ թվականով չէ ապաշխարությունը ամբողջ կյանքի ընթացք է ապաշխարությունը գսկսի այն վարյանին երբ որ գորոշես ապաշխարել եւ կվերջանա մահվան ժամանակ երբ որ կհրաժարիս այս կյանքեն եւ Աստուծո գահանցնես քո հոգիդ այդ է այն adn է որ ապաշխարությունը կվերջանա ամբողջ կյանքի ընթացք մնե Աստուծո հետ քալելու այդ ընթացքն է ադորամար եթե հիմա մարդիկ կան որ մեզի մտիկ կնեն եւ իրենց այսպես մեղավոր գսկան որ որքան հերացած են Աստծո մե
կամ գսկամ որ անհավատարիմ եղած են կամ աննազանդ եղած են Աստուծո նկատմամբ, երբեք ուշ չէ ժամանակը գնան վերաթարնալ Աստուծո, Աստված գնդունի բոլորին, որովհետև հոգացող, քուրքուրացող հայր է։ Եվ մենք մադիվը եւ այդ շնորհք ունենք քրիստոնյա ալալու։ Ամենուն չէ դրված, բայց ամեն մարդ չընթարաչ ներողություն, ամենուն դրված է, բայց ամեն մարդ չընթարաչ էր։ Հետևաբար ընթարաչողներ պետք են։ Գտեսնենք այսօր աշխարհի վրա որքան մարդիկ լսելով Աստուծո խոսքը կանցադառնան եւ գհրաժարին եւ գվերադառնան քրիստոնեության շատ են օրինակները եւ վերջերս երդասարդ դղամը 26 տարեկան Իրաքի մեջ ընդունած է քրիստոնեությունը գսե դեսավ որ որքան դարբեր է իմ գրոնքս քրիստոնեութենն եւ դեսավ որ քրիստոնեությունը որքան արժեք ունի որովհետեւ դու որպես մարդ արժեք ունիս Աստուծո աչքին չսեր որ ել սուրը արև գդրե ոչ ընդհանրակը գսե խաղաղություն սեր դարածեցեք ոչ թե գսե օրտնեցեք ձեզ ադոները ոյ մեկ գրոնք չսեր ադիգա Այո, Քրիստոս մեզի բادرված է որ օրտնենք մեզ անիծողները եթե եւ միշտ այդ օրտնության եւ այդ սիրո համերաշխության օրինակն է որ գուտա քրիստոնեությունը մեզի հետեւաբար այդ օրինակներ ունենալով ոյ մեկ ժամանակ չեն կնար ետ դարձ կդար ընդհանրակը քայլը գարնենք երթանք կընթարաչենք կվազենք աստծո կով երթանք աստված ինք կընդունի շատ կարևոր է մանավանդ որ հիմա գլսես սերելի քույր կամ եւ եղբայր եւ դիսկաս որ անհնազանդության ջամփու մեջ ես վարգանական գրնաս դերոջ երթալ ինչպես հայրագոպը ասավ առանց նույնիսկ ամոթի ոգի ունենալու գուգի մեջդ առանց ինքզինքդ թերակնահատելու բարձրապես երթալ եւ ինքզինքդ հանցնել աստծո խոստովանիլ քուգին մեղքերդ եւ ստանալ նոր կյանք այդպես է չէ այո այո այդպես է գիտեք լավ օրինակ մտավիկ անարակ որդին միևնույն ատեն չեք օքեյ հարցումս հետեւյալն է իսկ իր մեծ եղբայրը ծեվում այո անարակ չէր ինքնալ այո որովհետև նախանցեցավ ըհը այդ նախանց ունեցավ եւ ասավ որ հորը ես միշտ քու հետ դեի եւ ինձի ոյը մեկ օրմը չդվիր հորթը որբեսի երտամ եւ ընկերներուս հետ ուրախանամ բայց հայրը ասավ թուն միշտ ինձի հետ էիր այս եղբայրը գործված էր գտնվեցավ մերած էր ողջնցավ հետեւաբար այո ինքը մնայուն իր հետ էր աստծո հետ էր հորը հետ էր բայց դերմը այդ նախանց այդ բորտկումը իրենալ այսինքն մեղքի մեջ առաջնորդեց բայց հայրը քուրքուրացողը իրեն անցադարձուց որ թուն իմ հետս էիր թուն իմ օրտնությանս դակն էիր միշտ այս եղբայրը գործված էր այս եղբայրը անարակ կյանք կաբրեր ըհը նույն օրինակը Աստվածաշունչը Ուգասու ավետարան երբ որ գվատնե անարակ որդին ասենք արագը ատքի առաջ երկու գործված բաներու մասին գխոսի առաջինը գործված ոչխարն է որ մարդը գերտա եւ հովիվը գերտա եւ գտնրի այդ ոչխարը 99 գծկե մեկին դեպեն գերտա հետո գխոսի գործված տրամին մասին որ գինը գտնե եւ գուրախանա երրորդը գխոսի գործված զավակի մասին որ ոչ թե հայրը գերտա զավակը գվերադառնա երկուքը մարդը գերտա յետևեն որբեսի գտնե ատբարակային մարդը գուքա գտնելու իր գործընթացը ըհը շատ կարևոր է որ ը, միշտ մենք պիտի երթանք եւ պիտի գտնենք մեր գործընթացը այդ գործընթացը այդ օրտնության այդ կյանքն է սիրո կյանքն է համելաշխության կյանքն է աստուծո հովանին եղած հովանին դակ եղած այդ ուրախ եւ խաղաղ կյանքն է Եվ այսօր այդ մեծ եղբայրը, որ միշտ իր հորը հետ ապրեցավ, բայց նախանցեցավ, այսօր
ինչ տեսակ հավատացյալներով կնմանցնեք։ Ը, Դժվար հարցում է, այն իմաստով, որ ը, անշուշտ ես քննադատական ոչ մեկ բան գուզեմ ասել, որովհետև ամեն մարդ եկեղեցու մեջ իր դեղը ունի եւ ամեն մարդ եկեղեցու մեջ իր արժեքը ունի եւ կարելի չէ ասենք ովը մեկը արժեքը զրկել բայց շատ կարևոր է որ ովը մեկ անց երբ որ գտեսնե անց մը եկեղեցու մեջ հավանաբար կճանչնա զինք կճանչնա իր կյանքը եւ կսկսի քննադատել սելով որա ինչ կնե գորասիգա հոս ադիգա արդեն կնամանի անարակ որդին եղբորը որ ինքը ներկա է եկեղեցու մեջ բայց գտարնա եւ գսե որ ադիգա ինչ կնե հոս ընդհանրակը մեր գետրոն խորանները մեր եկեղեցու գետրոնական դեր եղած են մեջտեղ եղած են որ ամեն մարդ հոննայի մեկ ժամանակ միայն մենք կդառնանք թեպի արեմուտք, որբեսի հրաժարենք սատանայեն։ Միշտ մեր գետրոնացումը, մեր ուղղությունը թեպի արևելք կլա, ուր գեդերը ինք գուքա, ուր որ դերը ինք կգանքնի խորանին վրա, սրբադեղին։ Հետևաբար միշտ գետրոնական պետք է լա մեր գետրոնացումը միշտ պետք է լա թեպի Սուրբ խորան, թեպի Քրիստոս եւ այդ մեր շուրջը եղած բաները մեզ պետք չեն եղածնել ընդհանրակ, որով եթե գետրոնացած ես, ոչ մեկ բան կտեսնես։ Հետևաբար գետրոնացումի բագասեն է, որ մարդիկ կսկսին դառնալ աճծախ եւ ասի ինչ կնե, ադի ինչ կնե։ Մեզի հոն մեր դեղը չէ որոշել, որ թուն ասխալի մեջն ես, թուն ասխալի մեջն ես։ Մենք հոն եկած ենք բոլորս անխադիր հոգեվորականեն աշխարհական ամենեն մեծ սպասավորեն ամենեն բզդիգ սպասավորը ամեն մարդ խոնեկած են իրենց կետրոնացումը լալու Քրիստոսի նկատմամբ աղոթելու բարբվելու այդ շաբթվան հևքեն ծանրութենեն եւ խաղաղությունը վերակտնելով սուրբ հաղորդությունը ստանալի այդ մակրվելով վերադառնալու իրենց դուները եւ Քրիստոսի խաղաղությունը դարածելու իրենց դամ մեջ այդ է այդ այդպես ընտանա ամեն մարդ խաղաղ առանց ամոթի, առանց ամճնալու գուքան եկեղեցի գաղութեն կստանան դիրոջ խաղաղությունը եւ այդ խաղաղությունը հետերնին գտանին անորոմար բادرակիչը ոյ մեր արարողությունները ընդանաբես հետեւյալ աղոթքով կվերջանան գսենք օրտնյալ եղերուկ իշնորացն սրբո հոգույն երթայք խաղաղությամբ եւ Տեր Հիսուս Քրիստոս եղեցի ընծես ընդամենեսյան ամեն օրտնյալ լակ սուրբ ոգին շնորհներով խաղաղությամբ երթակ եւ Տեր Հիսուս Քրիստոս միշտ ձեզ հետ լա Adamlar խաղաղությունը ստանալով երթակ դուրս գելեք եւ խաղաղությունը կդարածեք ծեր դան ծեր շրջանագին մեջ Դեպաբար շատ կարևոր է որ ոյ մեկը չքննադատենք նախ մենք մեզ հայելին դիմաց կանգնենք դեսնենք մենք ինչ սխալներ կնենք այդ սխալները փորձենք սրբակրել եւ հետո գարենանք դիրոջ դիմաց կանգնել եւ ասել որ դեր ահավասիկ սխալներս խնդրեմ քու շնորհքդ եւ քու օրհնությունը դուր որբեսի գարնամ ցերբազադիլ այս մեղքերես եւ քեզի հաջելի կյանք ապրիլ Այրագոբ շատ շնորհակալ եմ եւ բոլոր ագնություններուն եւ ունգընտիրներուն կողմից շատ շնորհակալ եմ իսկապես եւ Փարք ու Դանգասոցի համար թողդերը ցեզ ալավելի եւ ալավելի իշնորհքով բահե ցեզի ալավելի թարմ օձում դա իր քիդությունը իր հանջարը ինչ որ գարիքը ունիկ իր տաշտի մեջ սինք բարավորելու ադամեն կարողությունը զորությունը դու կստանաք իր մեջ ես մեկ հարցում եւս ունիմ ուրեմն Մեզի հետ գրնակ տեղեկություն դալ, որ այս տարի 2026-ին կանադայի հայ արաքելական առաջնորդարանների նախաձեռնությամբ Տինդեր համալսարանի մեջ բացվեցավ գրոնական դասընթացներ գետնոնացած հայկական արաքելական ժառանգության վրա։ Գրնակ մեզի տեղեկություն մտալ։ Այո, ուրեմն երկար աշխատանքների յետք ուրեմն հովանավորությամբ թեմիս Վարեջան առաջնորդին Քերաշնորհ Պապկին arczepiskopos Չարյանի ուրեմն կանադայի հայոց թեմը արիթ ունեցավ
ուրեմն հայ եկեղեցու աստվածաբանության դասընթացը հաստատելու Տորոնտոյի Tyndale համալսարանեն ներս եւ երկար աշխատանքները պատրաստական այդ աշխատանքներն իդ 2026-ի հունվարին սկիզբ արավ առաջին մեր դասընթացը Փարքասուծո Աստված առաջնորդեց բավական աշակերտներ ունեցանք, նաև օդար աշակերտներ ունեցանք, որոնք հետաքրքրված էին հայ եկեղեցու պատմության եւ հայ եկեղեցու աստվածաբանության եւ ուրեմն կորսը դեցավ ապրիլին եւս այս տարի եւս ասինքն եկող դարեշրջանի նորեն պիտի դասավանդվի այս դասընթացքը եւ աշխատին ուրիշ դասընթացքի վրա որ դակավին իր վերջնական ասինքն որոշումները եւ ասինքն հանգրվանները չենք այդ հայտարարելու հանգրվանին չենք ասած դակավին բայց իսկապես շատ մեծ բադիվ մներ, որովհետև հաջող փորձեր կատարված են հաստատելու համալսարաններում մեջ հայկական աստվածաբանության ամբիոմը դասընթացը, բայց արիթը չի եղած Աստված առաջնորդեց եւ այնպես մի եղավ որ այդ համալսարանեն շրջանավարտ երկու անձեր փորձեցին գապը ստեղծել եւ այդ գապը հանձնեցին առաջնորդ Սրբազան հոր Սրբազան հայրը իր օրհնությունը տվավ եւ գործընթացը ջամփայելով աշխուժ ծրագրին պատասխանատուն Թեմիս առաջնորդական փոխանորդ Կերաբադիվ դեր Քեղարդ Զայլակույն վարդապետ Քյուսպեկյանն է ինքն է ծրագրի պատասխանատուն եւ նաեւ դասախոսներեն մեկը ինքն է Դարոն Սարգսակ Հալաջյանին հետ միասին երկուքը շատ լավ աշխատանք տարին փորձեցին միշտ արագ պատասխանել բոլոր աշակերտներուն հարցումներուն եւ հաջողությամբ պսակվեցավ այս ծրագիրը այս դասընթացը շատ կարեւոր է այս նախաձեռնությունը որովհետեւ հայ երիտասարդները ավելի խոր կերպով կճանչնան իրենց հավատքը իրենց ուրգե եկած են ինչպես եղած է այս բոլորը այդ ադոր մասին կսորվին ոչ հայ ուսանողներն ալ կծանոթանան հայ եկեղեցու հարուստ պատմության եւ ավանդության այսինքն այս տարի 1725-ամյակն է հայ եկեղեցու հիմնադրության եւ 1725 տարի առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորչի չանքերով 13 տարի փանդարգութենի հետ կարողացավ քրիստոնեությունը դարաձել եւ pedagogan առաջին ժողովուրդը դարձանք եւ անոնց բարդավորություն ունենք մեծ այո բադիվ է մեզի առաջին ժողովուրդը լալու քրիստոնյա բայց նաեւ բարդավորություններ ունենք այդ գծով եւ ագաթեմական աշխարհի մեջ ավելի լսելի կդառնա հայարակելական եկեղեցու ցայն այս ցևով մարդիկ կճանչնան մեր մասին, կսորվին եւ կփորձեն ուսումնասիրել վերջի վերջո ամենամեծ եկեղեցիներն նաեւ մեկն է հայարակելական եկեղեցին, որովհետեւ նախ պատմություն ունի թարերու 1725 տարվան պատմություն ունի նաեւ ավանդաբահ եկեղեցի է հայարակելական եկեղեցին եւ իր հարստությամբ շարականներ մադյաններ, մատենագրություն, մանրանկարչություն, այդ բոլորով հարուստ ենք։ Եվ Անշուշտ, եւ այդ բացատրություն բոլորը, ստանալով այո, մեկը ավելի կճանչնա։ անշուշտ, Եվ այդ ասիկա նպատակով էր, այո, ասիկա բադի մնե մեզիալ եւ միայն անգլերեն լեզվով կլա, քանի որ օդար այո, ուսանողներ ունիք։ այո, Անգլերեն անգլերեն լեզվով։ լեզվով կլա, անշուշտ անգլերեն լեզվով կլա, բայց օրինակ եթե բնականաբար երբ որ կուզես համալսարան ընդունվի, պետք է անգլերենի որոշ մագարտակ ունենաս, Իսկ որովհետեւ դառնաս կրեդիներ ունենալու համար այո, կրեդի ունենալու համար։ Անոնք որոնք կուզեն օդիտ անել, ազատ ունկնդիրը լան եւ նույնակ այդ անգլերենի բավարար մագարտակը չունին անոնց համար ալ մտածված էր դողա այսպես դողադագի subtitle-ով հայերեն այսինքն թարգմանություն։ թարգմանությունը ալար անգլերենին եւ այդպես ալ այսինքն հрамցվեցան դասընթացները Ուրեմն թե անցամբ եւ թե արցանց էր։
Ընդհանուր անցամ չի գար, Արցանց, արցանց էր, արցանց։ այո, արցանց էր, նախապես արցանակրված դասընթացներ էին, որ ուսանողները, այսինքն մտնեին գհետևեին, ատկետ իրենց դրված բարդավորությունները, բարդականությունները գնային եւ դասընթացքը այդպես իր Կընթանար։ բնական հունի մեջ մտավ, այո, Շատ լավ, ուրեմն ինչ որ շիրակա սկսա, եթե դարձյալ հարաճիգային օրեն պիտի կրկնվի եւ այո, պիտի ճանաք ավելի նոր նյութեր ավելցնել։ այո, եւ Շատ անշուշտ անոնք որոնք կփապակին հիմա որ մեզի մտիկ կնեն, անոնք որոնք կփապակին մասնագից լալ այս դասընթացքին հարաճիգային մեր Facebook-ի եւ Instagram-ի էջերուն վրա Armenian Policy of Canada այդ էջին վրա պիտի դեղացրենք մանրամասնությունները գրնան նաեւ թիմել քրելով ասենք եջնամագի առաջնորդարանի եջնամագի հասցեին privacy@armenianprivacy.ca եւ գնան մանրամասնությունները այնտեղ են ստանալ։ Շատ լավ, շատ բարի, շատ շնորհակալ եմ հարուստ տեղեկության համար։ Ես իմ հարցումներս ավարտեցի, եթե դուք կուզեք ասնուչին բամը ավելցնել կամ կուզեք աղոթքով ավարտել, ինչպես որ դուք առաջնորդվիք։ Այո, նախ ես շնորհակալ եմ Գարին այս առիթին համար, իսկապես հաջելի զրույց ունեցանք միասին խոսանք զանազան նյութերով մասին, այո, հնազանդություններ մեր նյութը քիչ մը հավանաբար դեղ ուրիշ տեղ կացինք, բայց անշուշտ վերջի վերջո այդ բոլորը մեկ սինգերնակրի դակ կմտնեն եւ ուրախ եմ որ այսինքն հավանաբար այդ բահերուն մարդիկ պետք ունեին այդ խոսքերուն անորամար եղան որովհետեւ սկիզբը թունալ աղոթեցիր եւ ասիր որ անոնք որոնք գուզեն բաներ լսել այդ դիգա թողալա թող խոսվի եւ վստահ եմ որ այս զրույցի ժամանակ ասված այդպես գահասնի բոլոր անոնք որոնց գարիք ունին խոսքը լսելու աստուծո խոսքը լսելու այս բոլոր հարցումներուն մեջ են դեսանք որ հնազանդությունը թուլություն չէ ուժ է եւ ազատության գորուս չէ ճշմարիտ ազատության ջամփան է աստծո հնազանդելով մենք կվստահենք անոր նույնիսկ երբ մեր աչքերը ամբողջ ճանապարհը չեն տեսներ վերջը չենք տեսներ բայց կվստահենք իրեն Ամեն, թող շատ աստծո շնորհակալ կամքը եմ, լա այո։ մեր կյանքի մեջ միշտ երբ որ գաղութենք եղիցին կամքոն գսենք իսկապես թող աստծո կամքը լա մեր կյանքի մեջ եւ մեր ամբողջ քրիստոնեական կյանքը իր կամքն է որ պիտի ելա եթե երդասարդ մտիկ կնե մեզի կփորձի հասկանալ աստծո կամքը երբեք թող չի վախնա թող ընթարաչե աստված չի լքեր իր զավակը կփնտրե իրեն եւ երբեմն հավանաբար տանտալ կպատասխանի ադալ մեր բարիկին համար է բայց չի լրեր առանց նպատակի իր ժամանակը միշտ լավակույնն է եթե ծնողները կան մեզի գլսեն թողոքնեն իրենց զավակներուն որ աստծո սիրեն որովհետեւ հավատքը միայն խոսքերով չի փոխանցվիր ապրված օրինակով եթե դժվարություններու մեջ են թողիշեն որ Քրիստոսը սավ աշխարի վրա դժվարություններ պիտի ունենաք, բայց քաչ եղեք, ես հաղթեցի աշխարհին։ Խնդրեմ Աստծո որ յուրաքանչյուրին կյանքի մեջ իր հավատքին լույսը արադաբես շնորհե շնորհակալ ենք Աստծո իր անսահման սիրուն համար թող Աստված մեզի իմաստությունը դա զադորոշելու իր գամքը եւ գիտնալու թե ինչ է իր գամքը քաջությունը հնազանդելու իրեն համբերությունը սпасելու իր ժամանակին թող մեր սիրտերը դիրոջ խաղաղությամբ լեցվի որբեսի փորձություններում մեջ չհուսահատենք կասկածներում մեջ չդադանենք եւ ուրախության մեջ երբեք չմոռնանք թե ամեն բան ամեն բարիք դիրոջ մենք ուքա եւ ամեն բարիք իրեն համար է թող օրհնի Աստված մեր ժողովրդի ընտանիքները մեր ժողովրդի զավակները մեր երդասարտները, մեր եկեղեցիները եւ ամբողջ հայ ժողովուրդը աշխարհի 4 ցակերուն ամեն ուր որ հայգա եւ այդ դժվարությունը ունի, թող այդ դժվարությունը Աստված հերացնե խաղաղեցնե իրեն սիրտերը
զորացնե բոլոր անոնք, որոնք գհետևին Աստուծո կոչում ունին հետևելու եւ առաջնորդե որբեսի բոլորը իրենց կյանքով գարնան փառավորել Տիրոջ անունը եւ թող Աստված բոլորին բարգեւի առողջ խաղաղ բարեկեցիկ օրեր եւ Տիրոջ օրհնությունը միշտ բոլորին է դլա ամեն Ամեն, ամեն, մենք մեր գոմեն դերը ցեզ օրհնե ինչպես որսի բահե եւ պաշտպանե եւ ցուկ ինչպես որ ցեր ասենք զրույցը սկսակ հետեւյալ բանով խոսե ասված խոսե դեր կուզավագդ մդիկ կնե լավ որքան որ սպառված եք որքան որ խոսանեք բայց միշտ այդ ժամանակը գտնեք լսելու դերոջը ցայնը եւ բոլորս ալ լսենք դերոջը ցայնը եւ ովևէ մեկ օրնություն չի գործընծնենք շնորհակալ եմ հայրագոբ դեր օրհնած է ցեզի եւ ավելի օրհնե բարի շաբաթավեր ցերեկ քույրեր եւ եղբայրներ Շնորհակալ եմ Գարին, Աստված քույր ընտանիքդ բահե, բահբանե եւ փորձանքները, փորձությունները, դժվարությունները հերու մնաս եւ գարենաս Աստծո խոսքը դարածել եւ անոր տեսփանալ։ ամեն շատ շնորհակալ եմ ցտեսություն Ցտեսություն։